Բարև։ Ինժեներները ավելի ու ավելի հաճախ են ոգեշնչվում բնությամբ։ Էվոլյուցիայի միլիոնավոր տարիների ընթացքում հղկված մեխանիզմները հաճախ աշխատում են շատ ավելի լավ, քան բարդ ալգորիթմներն ու գերժամանակակից նյութերը։ Դրա վառ օրինակներից է Rogo-Bean, ընդամենը 100 միլիգրամ կշռող մինիատյուր դրոնը, որը ստեղծել են Հարվարդի համալսարանի գիտնականները։ Այս ռոբոտը թռչում է ինչպես իսկական մեղու շնորհիվ փոքրագույն պիեզոէլեկտրական շարժիչների, որոնք թույլ են տալիս դրոնին թափահարել թևերը վայրկյանում 170 անգամ։ Ռոբոտը արդեն կարողանում է թռչել, սուզվել, դուրս գալ ջրից, կպչել պատերին, իսկ հիմա դրոնին սովորեցրել են ևս մեկ կարևոր հնարք՝ փափուկ ու անվտանգ վայրէջք կատարել։ Բայց ինչու է դա բարդ։ Երբ այդպիսի մինիատյուր դրոնը մոտենում է մակերևույթին, նա բախվում է էկրանային էֆեկտ կոչվող խնդրին։ Դրոնի ու մակերևույթի միջև գտնվող խտացված օդի պատճառով առաջանում է տուրբուլենտություն ու անկայունություն, որը հատկապես վտանգավոր է փոքրիկ թևիկներով փխրուն մեխանիզմի համար։ Ցանկացած անփույթ վայրէջ կարող է բերել անսարքության, հետցատկի կամ անկման, իսկ Rogo-Bean սովորական մեղու չի, նա չունի ուղեղ կամ զգայուն բեղիկներ, ոչ էլ մակերևույթը զգալու հնարավորություն, ինչպես դա անում են կենդանի միջատները։ Նախկինում ռոբոմեղուն համալրված էր ածխածնային մանրաթելերից, բաղկացած ամուր ոտիկներով, որոնք չնայած թույլ էին տալիս կանգնել, սակայն ոչ մի կերպ չէին փափկացնում վայրեջքը։ Ինժեներները հասկացան, խնդիր լուծելու համար նրանց պետք է ոչ թե ուղղակի կատարելագործեն թռիչքի ալգորիթմը, այլև վերաիմաստավորեն ոտքերի կառուցվածքը ու լուծումը գտան բնության մեջ։ Լուծումը հուշեց անսպասելի ուսուցիչը՝ երկարոտն մոծակը։ Աներևակայելի երկար ոտքեր ունեցող այս միջատները կարող են վայրեջք կատարել ջրի, ճոճվող խոտերի ու անգամ շարժվող մակերևույթների վրա։ Գիտնականները մանրամասն ուսումնասիրել էին միջատների 27 տեսակի ոտքերը, չափել սեգմենտների համամասնությունները, հոդերի տեղակայումը, ծալման անկյան ու զանգվածի բաշխումը։ Ապա նրանք վերարտադրել են նմանատիպ կոնստրուկցիաները պոլիմերային հոդերով ճկուն ածխածնային թելիկներից բաղկացած ոտքերի տեսքով, որոնք կարող են ծալվել ու չեզոքացնել վայրեջքի ժամանակ հարվածի էներգիան։ Ինչպես է աշխատում նոր համակարգը։ 4 ոտքերից յուրաքանչյուրը բաղկացած է 2 սեգմենտից, որոնք միացված են թեթև ու առանձգական նյութերից բաղկացած հոդերով։ Դրանց շնորհիվ ոտիկը աշխատում է ամորտիզատորի նման, սկզբում ծալվում է մակերևույթի հետ կոնտակտի ժամանակ, ապա վերադարձնում ռոբոտին ուղղահայաց դիրքի։ Կոնստրուկցիան իդեալական բալանսավորված է։ Ստորին սեգմենտը զբաղեցնում է ոտիկի ամբողջ երկարության 60%-ը, սա այն օպտիմալ հարաբերակցությունն է, որն ապահովում է առավելագույն կայունություն ու վայրեջքի ճշգրտություն։ Թեստերի ընթացքում ռոբոտը վայրեջք է կատարել տարբեր մակերևույթների վրա, այդ թվում 30 աստիճան թեքությամբ։ Արդյունքները տպավորիչ են։ Ռոբոմեղուն ոչ միայն չէր ընկնում, այլև գրեթե հետ չէր ցատկում ի տարբերություն պինդ ոտքերով տարբերակի։ Սակայն շասին հաջողության միայն մի մասն է։ Ինժեներները մշակել են վայրեջքի հատուկ ալգորիթմ ոգեշնչված իրական միջատների վարքագծով։ Մինչև վայրեջք կատարելը Rogo-Bean կատարում է կարճատև արագացում, ապա սկսում է դանդաղել ու վերջին ակնթարթներին անցնում ազատ անկման ռեժիմի։ Դա թույլ է տալիս նվազագույնի հասցնել էկրանային էֆեկտի ազդեցությունը ու խուսափել հոսանքների տուրբուլենտությունից, որը կարող է փոքրիկ սարքին շեղել իր ուղուց։ Փորձարկումների եզրափակիչ փուլն է դարձել իսկական մեղվական անիրագործելի առաքելությունը։ Rogo-Bean թռել է բույսի մի տերևից, մոտեցել մյուսին ու հաջողության վայրեջք կատարել մակերևույթին, որն իր հերթին թեթևակի շարժվել է ռոբոտի քաշից։ Չնայած դրան դրոնը չի կորցրել հավասարակշռությունը, ոտքերը աշխատել են իդեալական։ Այժմ Rogo-Bean-ի թռիչքը կառավարվում է դրսից, բարդ տեսախցիկների ու համակարգիչների օգնությամբ։ Թիմի հաջորդ նպատակը ռոբոմեղվին սեփական սենսորներով համալրելն է, որպեսզի փոքրիկ դրոնը կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել վայրեջքի մասին, կողմնորոշվելով տարածության մեջ առանց արտաքին օգնության։ Բացի այդ, ինժեներները ցանկանում են ընդլայնել Rogo-Bean-ի կարողությունները, սովորեցնել նրան վայրեջք կատարել թեք, սահող ու անհարթ մակերևույթներին, հնարավոր է անգամ շարժման ընթացքում։ Հեռանկարում այսպիսի ռոբոտները կարող են կիրառվել դժվար հասանելի վայրերում հետազոտությունների, շրջակա միջավայրի մոնիթորինգի, ջերմոցներում բույսերի փոշոտման ու անգամ բժշկական միջամտությունների մեջ։ Մինիատյուր ռոբոտները արդեն ոչ թե ուղղակի ֆանտաստիկա են, այլ իրականություն, որը ձևավորում է ինժեներիայի ապագան, ու եթե նախկինում նրանք կարող էին միայն թռչել, ապա հիմա սովորել են նաև պատվով վայրեջք կատարել։ Հաջորդ քայլը սովորեցնել նրանց ինքնուրույն որոշումներ կայացնել ու փոխազդել աշխարհի հետ նույնքան ազատ, որքան իսկական միջատները։ Հավիմիսը հնարավոր կլինի աճեցնել անմիջապես լաբորատորիայում ու այն նման կլինի իսկական ֆիլեի, ոչ թե ֆարշի։
Տոկիոյի համալսարանի գիտնականները աճեցրել են 11 գրամ միս, օգտագործելով մկանային բջիջներ, որոնք աճեցվել են հատուկ գելի մեջ։ Հատուկ կիսաթափանց թելիկների միջոցով թթվածինն ու սնունդը ճնշման տակ կարողացել են թափանցել աճեցման տարածք, ինչի շնորհիվ բջիջները աճել են հավասարաչափ չմեռնելով կենտրոնական հատվածում, ինչպես դա հաճախ լինում է այլ մեթոդների դեպքում։ Նոր տեխնոլոգիան թույլ կտա ստեղծել մսի ամբողջական պինդ կտորներ, որոնք շատ ավելի մոտ են մեզ համար սովորական սննդին։ Ճապոնացի հետազոտողները վստահ են, որ 5-ից 10 տարվա ընթացքում հավի նման միսը կհայտնվի խանութներում, բավական է էժանացնել ու ավտոմատացնել արտադրության process-ը։ Հիշում եք Քրիստոֆեր Նոլանի Ինտերստելարի երբ հերոսները հայտնվում են այլ գալակտիկայում անցնելով Սատուրնի մոտակայքում գտնվող անոմալիայի միջով։ Գիտեմ, որ հիշում եք։ Իրականում դա անոմալիա չէ, այլ լրիվ գիտական պատկերացում։ Այս շաբաթվա գիտական տերմինը որտնախորոչն է։ Որտնախորոչն Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունից բխող սպեկուլյատիվ մաթեմատիկական առանձնահատկություն է, որի ֆիզիկական գոյությունն առայժմ հաստատված չէ ու հայտնի էլ չէ արդյոք այն գոյություն ունի տիեզերքում։ Բայց եթե որտնախորոչն իրական լիներ, այն իրենից կներկայացներ տարածության տարբեր, այդ թվում հեռավոր կետերը տարբեր ժամանակային կետեր ու անգամ տարբեր տիեզերքներ միավորող տարածաժամանակային թունել։ Կարծիք կա, որ եթե անգամ որտնախորոչներն իրական են, ապա դրանք ունեն միկրոսկոպիկ չափեր ու շատ արագ են փակվում, ինչն անհնարին է դարձնում որտնախորոչները որպես տրանսպորտային միջոց օգտագործելը։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։